Հայ կինոյի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվող երկօրյա գիտաժողովին արտերկրի և տեղացի մասնագետները կքննարկեն կինոլորտի խնդիրները։ Կարևոր միջոցառում է, քանի որ ինքը համել ինչ-որ չափով ամփոփում է մեր պետական ծրագրերը 100-ամյակին նվիրված և կքննարկենք հարցեր կբարձրացնենք, կլսենք հետաքրքիր զեկույցներ, որոնք շատ կարծում եմ կլինեն կարևոր եւ արդյունավետ մեզ համար ինչ-որ առողջ քննարկումներ կլինի, որտեղ մենք ինչ-որ բաներ կսովորենք, ինչ-որ բաներ հայկական կողմը կցույց տա, ինքը ինչի է կարողացել հասնել եւ սա առողջ մթնոլորտ կստեղծվի, որովհետեւ սրանք անհրաժեշտ են։ Զեկույցները տարբեր թեմաներով են հայ կինոյի 100-ամյակ, կինոժառանգության պահպանման, վերականգնման և տարածման մեխանիզմները, կանանց դերը կինոյում։ Մշակույթի գերատեսչությունից կարևորում են հայ կինոյի զարգացման, վերականգնման ու հանրահռչակման նպատակով արվող ներդրումները։ Մեզ համար անչափ կարևոր է, որ այս իրադարձությունը Հայաստանի հետ միասին նշում է աշխարհի մշակութային հանրությունը, ինչի վառ վկայությունն է նաև այն փաստը, որ հայ կինոյի 100-ամյակը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանակալի իրադարձությունների և նշանավոր անձանց ցանկում։ Մենք մեծ պատասխանատվությամբ ենք մոտեցել հոբելյանական ծրագրերի իրականացմանը։ Հայկական կինոն ներկայացվեց բազմաթիվ միջազգային կինոփառատոներում, կայացան բազմաբնույթ միջոցառումներ Հայաստանում և արտերկրում, պատրաստվեցին և հրապարակվեցին գրքեր և պատկերագրքեր հայ կինոյի պատմության և երախտավորների մասին։ Տարեվերջին ու նաև 2024 թվականի առաջին կեսին նույնպես հոբելյանական միջոցառումներ կանցկացվեն միջազգային գործընկերների հետ համատեղ։ Նույնիսկ հավատացեք, ունենք ծրագրեր, որ չենք հասցնում այս տարվա վերջ ավարտել եւ խնդրել ենք մեր գործընկերներին, որ տեղափոխենք գալիք տարվա առաջի ամիսներին եւ այդպես էլ արվեց, մինչեւ փետրվար-մարտ ամիսները ունենք ծրագրեր Իսպանիա, Բելգիա, կրկին Գերմանիա, որտեղ կներկայացնենք տարբեր ծրագրեր, ոչ թե 1-2 ֆիլմ, այլ կլինի ինչ որ ծրագրային։ Ասեմ, որ անպայման նշեմ, որ վաղը Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում, MoMA թանգարանում, որը գիտեք խոշորներից մեկն է աշխարհի, առաջին անգամ Բեկնազարյանի Խասփուշ ֆիլմ ենք ցուցադրելու։ Համո Բեկնազարյանի Խասփուշ ֆիլմը MoMA թանգարանում կցուցադրվի նաև նոյեմբերի 13-ին։ Էլեն Սարգսյան, Էդգար Դավթյան, Լուրեր։